Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի երկաթուղային մուտքը Հայաստան վարչապետը համարում է պատմական իրադարձություն։ Սպասվում է երկրորդ շարժակազմի մուտքը Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով։ Փաշինյանի խոսքով սա նաև Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրագործման կարևոր հանգրվան է։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առանց չափազանցության հենց այսօրվանից, հենց վաղվանից Մարգարայից դեպի Կորնիձոր ապահովել բեռնատարներ եւ հակառակ ուղղությամբ Ադրբեջանից Թուրքիա եւ Թուրքիայից Ադրբեջան, Մարգարայից Կորնիձոր երթուղով մենք լիովին պատրաստ ենք եւ բառացիորեն ցանկացած հիմա կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին, թե Կորնիձորի կողմից եւ թե Մարգարայի կողմից մենք պատրաստ ենք անցումը սպասարկել։ Հյուսիս-հարավի տրանս 4-ի Քաջարանագարակ 32 կիլոմետրի շինաշխատանքների ֆինանսավորման համար հատկացվեց 8.4 միլիարդ դրամ, 22 միլիոն դրամ Սիսիան-Քաջարան հյուսիսային հատվածի կառուցման նպատակով, ազդագիր հողերի գնահատման չափագրման, 8.7 միլիոն դրամ Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության համար։ Չեմ հիշում այսպիսի դեպք, հույս ունեմ աչքով չենք տա, որ Ագարակ Քաջարան հատվածի մեր շինարարը, որը իրանական ընկերություն է, այնպես տեմպա ցույց տալիս, որը մեզ անծանոթ է։ Եվ էլ եմ ասում, հույս ունեմ, որ աչքով չենք տա կամ անեն չի, որ մի բան գլխի չենք ընկնում, բայց արդեն իսկ ընդ որում շինարարության տեմպերը այնքան լավ են, որ տարբեր տեղերից այդ արձագանքը լսում են, ովքեր, որովհետև մարդկանց աչքի առաջ սենց շինարարություն Հյուսիս-Հարավը սենց կենթանանում ծնվում է։ Երևան-Գյումրի ճանապարհը, որը արդեն բյուրեղանում է, որ ես հասկանում եմ, որ դե ֆակտո մենք այս տարի կավարտենք, կահավորումով, ճանապարհային նշաններով, գծանշումով եւ այլն, Գառնանը Երևան-Գյումրի հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի, չնայած այսօր արդեն երթևեկության համար լիարժեք ինքը պատրաստ է։ Նախագծի մասին մանրամասնեց փոխվարչապետ Խաչատրյանը, կար երկու հատված, որտեղ այս տարի աշխատանքներ էին ընթանում, խոսքը 34 եւ 8 կիլոմետր հատվածների մասին է, ընդամենը 3 միլիարդ դրամի վճարումները կիրականացվեն եւ աշխատանքները մինչեւ տարեվերջ կամփոփվեն, ներկայացվեց նաեւ Քաջարանագարակ ծրագրի ընթացքը։ 10 միլիարդ դրամ ենք նախատեսել պետական բյուջեով, այստեղ իհարկե ֆինանսների նախարարության մեղքը կար, որովհետև սկզբից տկեր ներկայացել էր ավելի բարձր կանխատեսում, բայց ֆինանսների նախարարությունը անցյալի փորձը հաշվի առնելով չափավորել էր այդ ֆինանսավորման բաժինը, եւ մենք հիմա կանգնած ենք այն խնդրի առաջ, որ 8 միլիարդ դրամ պետք է ավելացնենք, որ այս տարվա համար կատարվող աշխատանքների նկատմամբ պարտք չմնանք։ 32 կիլոմետրանոց հատվածը 214 միլիոն դոլար արժեքով է իրականացվում եւ մենք այս տարեվերջին կունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ։ 2027-ին գործը մեծ մասամբ ավարտված կլինի։ Նախապատրաստական աշխատանքներ են Սիսիան-Քաջարան հատվածում։ Միջազգային կազմակերպությունների հետ երկու հատվածի ֆինանսավորման պայմանագրերը կնքված են։ Խոսքը Բարգուշատի թունելին մոտեցող հատվածների մասին է։ Առաջիկայում կհայտարարվի կառուցման մրցույթը։ Մոտ 9 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման հետ կապված աշխատանքները, որոնք մեր նախարարությունը հիմա ֆրանսիական կողմի հետ է բանակցում, ստացել ենք նախնական առաջարկ եւ տեխնիկական եւ ֆինանսական առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է նաեւ այդ աշխատանքները այդ առաջարկի վերաբերյալ մեր եզրակացությունը ձևավորենք եւ սա շատ կարեւոր է նաեւ, որ ազդակ լինի մյուս երկու հատվածների համար, որ կարող ենք այնտեղ նույնպես աշխատանքներն արագացնել, որովհետեւ ի վերջո ճանապարհները միանալու են այդ թունելին։ Քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածն է, որը միանալու է 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածին, այնտեղ էլ շատ լավ աշխատանքներ են հիմա ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ, մինչև տարեվերջ կունենանք նաև ընտրված կառուցող։ Բարգուշատի թունելի հարցում էլ արագ որոշում կայացնենք մեր անելիքների վերաբերյալ, որպեսզի արդեն անցնենք Սիսիանից Արտաշատ կտորի իրագործման աշխատանքներին։ Հյուսիս-հարավը թանկարժեք նախագիծ է, նկատեց վարչապետը, այս համատեքստում ընդգծելով բյուջեի կատարման նկատմամբ տրամադրվածությունը դրական է։ Հոկտեմբերն ենք արդեն ամփոփ է, մոտ 14%-անոց աճ ունենք։ Բյուջեի եկամուտների։ Այո, հարկային եկամուտների եւ դուրքերի մասին է խոսքը, այսինքն այդ բարձր աճերը, երկնիշ աճերը պահպանվում են, այդ թվում նաեւ հոկտեմբերին։ Այս պահի դրությամբ, եթե հոկտեմբերը ամփոփած ասենք, ամբողջ այդ ծրագրի 82%-ը վճարվել է, պետական բյուջեկան մուտք է եղել, այսինքն մեզ մնացել է 18%-ը
ապահովել պետական բյուջեի մուտքեր հարկվճարողների հետ միասին։ 1 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացվեց 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի համար, 500 միլիոն դրամը պահոստային ֆոնդից է։ Այս միջոցներից 1 միլիարդ 761 միլիոն դրամ կողմի շինարարությանն ու գույքով ապահովմանը։ Ծրագրի 2025-ի բյուջեն 125.4 միլիարդ դրամ է, հաջորդ տարի նախատեսված գումարը 150 միլիարդ դրամ։ Այսօր աշխատանքներ են տարվել, կառուցման եւ կապիտալ նորոգման աշխատանքներ եւ տարվում են 357 դպրոցներում, շինարարական աշխատանքները պարոն վարչապետ արդեն իսկ ավարտված են 60 դպրոցում եւ որոնցից 35-ը կառուցված, 25-ը նորոգված եւ պետք է նշեմ, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153-ը կառուցող, իսկ 105-ը կապիտալ նորոգվող։ Եվս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամսում, մինչև տարեվերջ ակնկալվում է շահագործել եւս 50 դպրոց, մինչև 2026-ի սեպտեմբեր 151, 2026-ի դեկտեմբերի 31-ը եւս 47 դպրոց։ Ընդհանուր թիվը կկազմի 308, 139 կառուցված, 169 կապիտալ նորոգված։ Վարչապետի մտահոգությունն է, թե դպրոցներում ինչքանով է հատկապես մարզական եւ լաբորատոր նոր գույք օգտագործվում որակով եւ նպաստում կրթական գործընթացին։ Խնդիրն օրակարգային է, հորդորեց չընկալել որպես մեղադրանք։ Մտնում եմ դպրոց, նորակառույց դպրոց, գույքը բոլոր հնարավոր գույքերը դրած է։ Մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ թենիս սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ հարգելին ես խեք ստեղ դրել։ Բա ոնց է, ասենք լավ, հələ հասկացա թենիս կխաղան երեխեք, բա բասկետբոլ ոնց են խաղալու։ Հիմա քիմիայի լաբորատորիաներում նաև խալաթներ են սպիտակ։ Սկզբից հա տեսնում եմ փաթեթների մեջ դրած, ասում եմ, բա ինչի է փաթեթի մեջ դրած, հետո հաջորդ տեղ դրում եմ, տեսնում եմ հանած է, բայց մեկ այլի փաթեթի մեջ այլի օգտագործված չի։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում։ Վարչապետն անհրաժեշտ համարեց կիրառել վերահսկողության մեխանիզմներ, նորակառույց դպրոցներում պատահականության սկզբունքով դասալսումներ կարվեն։ Պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասի։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է թե չէ։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է թե չի օգտագործվում։ Ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Որովհետեւ եւ պետքա տեսնենք, այնտեղ էլեկտրական սալիկներ կան, տարբեր, այսինքն գույք կա, որը շատ կարեւոր է եւ շատ այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել։ Ես չեմ բացառում, որ սուրճ էլ թող եփեմ, բայց դասը պարտադիր է։ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմնի նախարարության մարզպետարանների հանրակրթության բաժինների ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա։ Ես վերջինս մտել եմ մի դպրոց, նայում եմ դաշնամուր չկա։ Ասում եմ դաշնամուր չեք ստացել, ասում եմ ստացել ենք, ասում եմ բա ուրա։ Ասում եմ բանալին հրաբերեք, այդ բանի դահլիճին կից կա պահեստ, այդ պահեստում դրած է։ Հարգելիներս դա երեխեքի համար է։ Այդ դաշնամուրը դրած է, որ երեխեքը նվագեն։ Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն։ Մի պահեք պահեստում, դրեք բեմերի վրա, բոլոր տեղերը, մարզպետներին եմ ասում, նախարարությանը, բոլոր տեղերը դաշնամուրները ստացված են, դաշնամուրները պետք է լինեն բեմի վրա կամ հասանելի տեղ։ Կառավարությունը փող է ծախսել դրա համար, որ այդ երեխեքը օգտվեն նրա համար չի, որ գանք նկարվենք, PR անենք, ասենք, տեսեք, ցնցող ենք բան արել։ Սեպտեմբերի տվյալով 2118 ուսուցիչ ստանում է 300-ից 400,000 դրամ վարձատրություն, 863-ը 400-ից 500,000, 109-ը 500-ից 600,000, 22 ուսուցիչ 600-ից 700,000, 2 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն։ Վարչապետը անդրադարձավ նաեւ շարքային զինծառայողների վարձատրությանը։ Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300,000-ից 400,000 դրամ, 1156-ը 400,000-ից 500,000 դրամ, 523-ը 500-ից 600,000 դրամ, 244-ը 600,000-ից 700,000, 31-ը 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն։ Հատուկ հետաքրքրվել եմ։ Արդյոք 700,000 եւ ավել դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաեւ մնացած բոլոր ցանկացած այլ զինծառայողի, իհարկե պարզ է, չէ, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի։ Եվ սա նույնպես շատ կարեւոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։
Ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է մասնակցելու առաջիկա ատեստավորմանը։ Կառավարությունն ըստ վարչապետի ստեղծել է մեխանիզմ, ըստ որի ամեն ուսուցիչ ինքն է որոշում վարձատրության չափը։ Հավանություն տրվեց նախագծի, ըստ որի պետական եւ համայնքային հողերը կվաճառվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի մեկնարկային գնով։ Պետք է իրականացվի գնահատում լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից եւ այդ գնահատված արժեքով դրվի աճուրդի։ Որոշ հողամասերի դեպքում, որոնք կարող են օտարվել արժեքի 50 կամ 30%-ի չափով, այդ դրույթները նույնպես հանվում են, այսինքն ամբողջական գնահատված շուկայական գնահատված արժեքով են դրվելու աճուրդի։ Էլեկտրոնային է լինելու, սակայն կառավարությանը թողած է լիազորություն օրենքի շրջանակներում սահմանել դեպքեր, երբ դա կարա լինի ոչ էլեկտրոնային աճուրդ։ Բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Համաշխարհային ինտերնետը կանջատվի, ոչինչ թող այդ գույքը չօտարվի։ Եթե միջև մի չի օտարվել դիմացել ենք, էլի կդիմանանք։ Եվ թոշակառուներինն էլ, բոլոր թոշակառուներն կբերեք 2 շաբաթ ժամանակ։ Բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Հունվարի 1-ից թղթի փող չշարժվի թոշակների դեպքում։ Պետական գույք վաճառելու այլ մեթոդ, քան էլեկտրոնայինն է, գոյություն չունի, թեման եզրափակեց վարչապետը։ Մայա Խաչատրյան, լուրեր։